Նաիրիտի նախկին աշխատակիցներն այսօր հավաքվել էին ազգային ժողովի դիմաց։ Օրինաց երկիր խմբակցության падգամավորները նախաձեռնել են բարձրաձայնել, ապա նաև քվեարկության ներկայացնել գործարանին հարկային արտոնություններ տալու մասին նախագիծ։ Ցույցի ընթացքում նաիրիտցիներին մոտեցավ օրինաց երկիր խմբակցության падգամավոր Մհեր Շահգերջյանը եւ խոստացավ, որ շուտով լավ նորություն կունենան նրանց համար։ Լավ նորությունը այն է, որ այսինքն աշխատանքի խնդիր է լինելու։ Աշխատանքի հարց է լինելու, պայքարելու առաջինը սկզբունքորեն մենք տանելու ենք, գնալու ենք մինչև վերջ այս հարցում, որովհետև այս հարցը ոչ միայն ձեր հարցն է, սա ոչ միայն արդյունաբերության խնդիր է, սա մեր երկրում սոցիալական արդարության առաջնային ամենացածուն խնդիրներից մեկը սա է։ Եթե չի լուծվում Նաիրիտի հարցը, ուրեմն սոցիալական գոնե արդարության նվազագույն չափի վրա կարելի է խաչ քաշել։ Падգամավորի խոսքով իրենք փորձում են օրենքի նախագծի ընդունման համար ապահովել առավելագույն ձայներ, ինչպես նաև պայքարելու են, որ պետական երաշխիքներ լինեն։ Մհեր Շահգերջյանը խոստացավ, որ պայքարելու են մինչև հարցի վերջնական լուծում ստանալը։ Սա հնարավոր կլինի այն դեպքում, երբ որ որոշում ընդունող մեծամասնությունը այս հարցը լուծելու մտածող լինի, այսինքն ընտրություններ են լինելու։ Աշխատակիցներից մեկը մեղադրեց падգամավորին, ասելով, ինչու խորհրդարանում հարց չի բարձրացվում այն մասին, թե ինչ եղավ, որ բոլորը երես թեքեցին տարածաշրջանում խոշոր կաուչուկ արտադրող գործարանից։ Սահակյանից բոլորդ էլ վախում եք, շատ ներողություն է, ես պետք է ասեմ։ Կա այդպիսի բան։ Կա։ Ես հաստատ համոզված եմ, որ կա։ Ներողություն, Ռուսաստանի մասշտաբով, արտասահմանի մասշտաբով, կաուչուկը չէր բոլորին կերակրում։ Ինչ եղավ հիմա, որ բոլորը թեքվեցին, ի՞նչն է պատճառը։ Այդ հարցը դրեք, ասեք, խնդրում եք ժողովրդի կողմից։ Ուրեմն դա պայքարի խնդիր է լինելու։ Լավ, պայքար է լինելու, չկա առանց պայքարի ոչ բան, ժողովուրդ ջան, չի լինում։ Այսօր վերևից ոչ ոք ոչ բան չի տալի։ Կարող ես պայքարել, ուրեմն պետք է գնաս պայքարես դառնաս, էսա։ Նաիրիտցիների համար կարևոր չէ, թե ով է հարցը բարձրացնում ազգային ժողովում։ Կարևորը համախմբումն է եւ գործարանի վերագործարկումը։ Նրանք նաեւ կոչ են անում իշխանություններին հետեւողական լինել եւ թույլ չտալ, որ գործարանից որևէ բան վաճառվի։ Կարևոր չի ինչ կուսակցությունից են, անհատիտ է առաջադրված, հանրապետական է, բարգավաճ է, համախմբում է, թե մի խոսքով չեմ ուզում բոլորին թվարկել, այս պահին Նաիրիտի համար նաև ինչպես հավատացնում են, որ մենք բոլորս անհանգստացած ենք, որ մենք բոլորս ուզում ենք ու պատրաստ ենք նեցուկ լինել, ուրեմն թող այս պահին անեն։ Մենք այսօր տեղեկություններ ունենք, որ Նաիրիտից գույք է վաճառվում, հանում են եւ անձնական կարիքների համար վաճառում են։ Մենք նորից ենք դիմում բոլորին, այն մարդկանց, ովքեր որ պատասխան են տալու դրա համար, որպեսզի պահեստներից ոչինչ չվաճառվի։ Ավելի վաղ նրանք նամակ էին ուղարկել երկրի նախագահին։ Այսօր նախագահական նստավայրից էլ խոստացել են, որ առաջիկա 5-շաբթի օրը վարչապետը կընդունի նրանց։ Հանդիպում կլինի ներդրողների հետ։ Հիշեցնենք, որ վարչապետ նշանակվելու հաջորդ իսկ օրը Կարեն Կարապետյանն ազգային ժողովում մտահոգություն էր հայտնել, թե չափազանց ռիսկային է ներդրումներ անել այնտեղ, որտեղ գուցե ապագա չկա։ Ինձ շատ անհանգստացնում է, երբ որ պոտենցիալ ներդնողները գալիս են եւ Նաիրիտի մասին խոսում են, չունենալով հեռանկարային 10-15 տարվա վերաբերյալ էներգակիրների որևէ կանխատեսում։ Ելնելով դրանից մենք մի օր պետք է իլյուզիաներից հրաժարվենք եւ նստենք թուղթ ու գրիչով խոսենք։ Մենք երրորդ թե չորրորդ փորձն ենք արել։ Այդ երրորդ թե չորրորդ փորձը թե բյուջեի, թե այլ ճյուղերի վրա բավականին մեծ թիվ է նստում։ Եվ հերթական փորձը նույնպես փողը մատնել մի բանի մեջ, որը որ գուցե ապագա չունի, կարծում եմ այս պահին չափից դուրս ռիսկային։